միտքը այդ ինչ զորություն ունի, որից տեղյակ չենք։ Խնդրեմ։ Բարև Այդպես մտքի դոկումենտալ կինո կա, կոչվում է Գաղտնիք, սեկրետ։ Դեռ սա այդ մտքի մասին է, այդպես շատ պոպուլյար ու տարածված է, համացանցում էլի շատ տարածված է, էլի, միլիոնավոր շատ դիտումներ կա ամենտեղ, էլի։ Ունդեղ այդ ամեն ինչի մտահայմանը մտքի մասին է խոսում, ոնց անել, որ մեր ցանկությունները իրականանան, ամեն առաջնայինը միտքն է եւ այլն։ Նո, այդ թեմայով ամբողջ այդ ֆիլմը, բացատրություններ եւ այլն։ Նա ուզում եմ ասեմ մեր կյանքում նայեք մենք ֆիզիկական մարմնի զորություն ունենք, մեր զգացմունքների զորություն ունենք եւ մտքի զորություն ունենք։ Իհարկե մարդը մտածում է ֆիզիկական մարմինն է ամենաառաջնային ուժեղ, բայց մենք մեր մեջ նո իհարկե առաջնայինը դա հոգին է, նո դրանից հետո գալիս է միտքը, որը ամենազորեղ ու հզոր մենք ուժն է, որ մեր մեջ պարփակվում է։ Այդ միտքը շատ կարևոր կետ է, որ ամեն ինչով մենք ստեղծում ենք մեր մտքով, ամեն ինչ ոչնչացնում ենք մեր մտքով եւ ամեն ինչ պահում ենք մեր մտքով։ Այսինքն միտքն է ամեն ինչ արարում, պահում եւ ոչնչացնում։ Միտքն է ամեն ինչի ոնց որ սկիզբը, նախահայրը, որտեղ սկզբից այդ գաղափարն է, միտքը գալիս նոր իրականանում է ամեն ինչ պրոյեկտի մեջ է։ Մեր աշխարհներն էլ բաժանված են ոնց որ ֆիզիկական աշխարհ, այդ զգացմունք աստրալն աշխարհ եւ մտային աշխարհ։ Ու մտային աշխարհը ավելի բարձր աշխարհ է, ու իր թելադրանքով իր արտացոլումն է այս ֆիզիկական աշխարհը։ Այսինքն ֆիզիկական աշխարհում ինչ տեղ ունենում, սկզբից մտային աշխարհում է տեղ ունենում, հետո նոր ֆիզիկական աշխարհում։ Ինքը հետևանքա մեր ֆիզիկական աշխատերը մտային աշխարհի։ Նաև ֆիզիկական մեր բոլոր գործողությունները մեր մտքի հետևանք են։ Այսինքն որոշում ենք եւ իրականացնում, որոշում ենք եւ իրականացնում կամ որոշում ենք եւ նյութականացնում ենք։ Այսինքն այդ իրականացումը կարող է մենք չենք իմանում ոնց է իրականանալու, բայց որ մենք որոշումը կանք, այդ գաղափարը կա հստակ, շուտ մտքի։ Հիմա եկես որ շեղեմ պիտի ասեն, հավատաբար շատ է շեղում, բայց որ իսկապես միտքն է, հետո գործողությունը, չէ, բայց ես մի հոգու ճանաչում եմ, որ իր մոտ գիտես ոնց ասենք նստած ենք, ինքը սենց վերերկերում տեղից գնում էր մի 5-10 մետր, կանգնում էր ասում էր, այսօր եմ գնում։ Հասկանում ես, իր մոտ այդ մտքի սարքը լավ չէր աշխատում, բայց առանց հրամանի մկանները կարող է գնալ։ Անումոր, ինքուրիշ անումալյաներ ուներ, համենայն դեպս դու ճիշտ ես, միտքն է որոշում եք, հետո անում է։ Բայց այդ բնության մեջ այդ երևույթն էլ կա, որ կարող է առանց մտքի մեկը վերկենա գնա։ Կարող ուրիշի միտքը իրան թելադրում է, ինքը այդ կանոնը չի հասկանում, որ այդ ինչ անում։ Դրան հետո կանդրադառնանք, եթե դու նախատեսել ես այսօրվա զրույցի մեջ։ Ինքը կարող ուրիշի միտքը թելադրանքով անի։ Նայեք միտքը զորություն ունի, սկսենք հիպնոզի գաղափարից, երբ որ մենք հիպնոզ են անում, հիպնոզ վիճակում, եւ մտքով ինչ-որ բան ենք թելադրում, մենք կարող ենք գեր ընդունակություններ ձեռք բերել եւ սկսել անել։ Ну, չգիտեմ, ասում են մի հատ նվագի Պեպանյան հիպնոզի վիճակում ու դու չգիտես նվագել, բայց դու սկսում ես ակնթարթորեն նվագել։ Կամ ասում են երգի, որ այսօր երգի մասին խոսեցինք, ասի այդ իմ թեման չի, դու սկսում ես երգել։ Օրինակ ինձ հետ մի դեպք եղել է, որ ես ինչ-որ մի վիճակի մեջ էի, երաժշտություն էի լսում, խիստ անհրաժեշտ էս մեր ազգի համար, ես վստահ էի, ես ի վիճակի չէի գնալ դաշնամուրի մոտ, բայց ես վստահ, եթե ինձ տանեին, ես կնվագեի, որ ընդհանրապես ոչ մի նոտա չգիտեմ, ես կնվագեի, քո ասած կիսահիպնոսային վիճակի մեջ էի, էլի, կնվագեի, եւ որևէ կասկած չունեմ։ Բայց այդ ասպարեզում բացարձակ չկամ, էլի։ Կամ էլ ասենք շիկացած տաք ջուրը, ասենք եռացած ջուրը, ասենք Պեպանյան խմի, դա սառը ջուրը, դուք խմես, քեզ ոչ մի բան չի լինի։ Հավատում եմ ես հրաշքներ հավատում։ Կամ էլ, նո հրաշք չի, դա որ մեր մտքի ազդեցությունն է, այսինքն մեր նայ ուզում սենց հստակ ասեմ, որ կարան ասեն սառը ջուրը խմես, կվառվես, կարաս խմես, վառվես։ Ու նաև մեր մարմինն էլ է ռեակցիա տալիս, ես տեսել եմ հիպնոսային վիճակում, ջուրը տվել են, ասել են եռացրած սնդիկա ու սենց կաթացրել է ձեռին։ Կարողացակի, հա։ Ծակել անցել է։
հետո մյուսը վերցել խմել, որ ջուր է, էլի ինքն էլ է խմել, որ տեղ խապկանք չկա։ Կամ էլ այտենց տակ շատ բանը ձեռքը բռնելա, ոչ մի հայրբացք չի ստացել, որ սովորական մարդը պետք է վարվեր։ Դեռ մի օրինակ բերեմ, ես մի տեսանյութ էի տեսել, մի քահանայի շուտ մի քանի 100 տարի առաջ բանտարկել էին, հիմա էլ մոդա դառնում դա, եւ իրեն կեղտոտ ջրեր էին տալիս այն հույսով, որ ինքը կթունավորվի, բայց դիմանում էր, հետո որ փորձել են ասել, ես այդ ջրին ասում էի դու մաքուր ես, եւ խմում էի, քո ասածի մեջ է տեղավորվում։ Հա։ Նայեք, նաեւ շիզոֆրենիայի sense բաներ եմ ասել, որ անձի երկակիություն կա, չէ, տարբեր անձեր է իր մոտ, ու սկսում են, ասենք, բժիշկները հետանձնել, երբ որ ինչ-որ մի անձն է ի հայտ գալիս, հետանձնում են ինչ-որ հիվանդություններ ունի, շաքարախտ ունի, որ շատ բարձր, ասենք 40-ի մոտ է իսկական դեպք է։ Հենց մյուս անձն է գալիս, շաքարախտը 5 է։ Նայեք, ակնթարթորեն անձը փոխվում է, օրգանիզմը փոխվում է, որովհետև իր միտքը ուրիշ դեպ է աշխատում։ Մենք մեզ թվում է, թե դա չի կարա ինչ-որ ակնթարթորեն, դա փորձարկված բան է, ու YouTube-ում էլ պատտվում է այդ շատ, որ ակնթարթորեն ինչ-որ ինֆորմացիա գնա, ինքը մի անգամ, որ պիտի մինչև այդ ինֆորմացիան գնա, որ ինքը հավատում է, որ այդ հիվանդ չի ներքաշրջանքը, ժամանակ է պետք, չէ՞ որ մեր օրգանները, ասենք թե վերափոխվեն ու չարտադրեն ինսուլինը դուրս գա շարքից կամ սկսի նորմալ արտադրվել։ Դա ժամանակ է պետք, բայց ինքը ակնթարթորեն է, որովհետև միտքը ակնթարթ է։ Ու նաև մտքի արագության մասին դե հասկանում ենք, որ ասում են ամենաարագը ֆոտոնն է շարժվում, դե ինքը մասնիկը անցալում են որպես շարժման մեջ, բայց անսահման արագը դե մեր միտքն է, չէ՞։ Այն տեզերքի ծայրը կամ ֆոտոնը 100 միլիարդավոր տարիներ գնա, մեր միտքը ակնթարթորեն կարող այնտեղ լինի։ Ինքը իր շարժունակությունը շատ ուժեղ է։ Ինքը ու իր հնարավորություններն են ուժեղ։ Ու նաև նյութը ինքը միտքը կարող է նյութականացնել տելեկինեզի, երբ որ երևույթներ են տեղ ունենում, այսինքն սկսում է մատերիալիզացնել նյութը կամ նյութը մի տեղից ուրիշ տեղ է տրանսֆորմացում ուղղորդում միտքը։ Մտքով բուժումներ են անում շատերը, ասենք մտքով ավտոտրենինգ ինքը իրան է բուժում, մտքով կարա իր ապագան ինքը ստեղծի։ Ընդհանրապես մենք բոլոր մեր ապագան ինչ կա, մեր հիմա ներկան են, մենք այդ մեր մտքերի պրոյեկցիայի հանրագումարն է, որ կա։ Այսինքն ինչ կա, դա մենք ենք դրանք գեներացրել, կարելի չէ ուրիշի համար, թե մեր համար, բայց մենք ենք գեներացրել, դա ինքը նյութականանում է։ Ու մեր հոգին, որ այս պլանա գալիս, ինքը մտքով ունի գաղափարներ, որ ինչ պետք է ստեղ իրականացնի, ինքը գալիս է նաև իրականացնում է։ Նաև հիմա ով շատ էներգիա բառ ասեմ, կամ արժանիք բառ ենք ասում, ով շատ արժանիք ունի, իր միտքը ավելի զորեղ է, ով էներգիա քիչ ունի, արժանիք քիչ է, միտքը թույլ է։ Նո հնարավորություններն ասենք, որ հաջողությանը հասել նյութական պլանում, ինքը շատ գումար է աշխատել, նո որ քիչ հաջողության հասել, նյութական երևույթներին քիչ գումար ունի։ Ու ինքը քիչ երևույթներ կարա իրականացնի, քանի որ իր շարժունակությունը նյութական քիչ է, միտքն էլ նույն տեսակ է։ Հիմա միտքը մենք դե կան մարդիկ, որոնք կարող են մտքով նույնիսկ առարկա շարժել։ Մտքով կարող են հրամայել բույսը արագ աճի։ Մտքով կարող են ուրիշի գիտակցության վրա ղեկավարել։ Մտքով կարող են եղանակը ուղղորդել, տենց հնարավոր է։ Եվ մտքով կարող են մասսաների վրա ազդել։ Իհարկե հիմա այդ տեխնոլոգիաները վերցրել են, որ տեխնիկայի հետ են միացնում, որ ավելի ուժեղ ազդեն ճարտարագայթուներ եւ այլն, որ մասսաների վրա ավելի դե մարդ վերջը հզորությունը ինչ որ սահմանափակ է, երբ որ ինչ որ տեխնիկաներ միացնեն, հզորությունը ավելի շատ-շատանում է։ Եվ այդ միտքի ուժը ամենտեղ օգտագործվում են ինչ որ մարդկանց ճնշելու, հասարակությունը ինչ որ տեղ ուղղելու, բացի
ԶԼՄ-ների ձևով իրանք կարող են նաև մտքով էլ դա ստեղծել, որ այդ մթնոլորտը, որ իրանք պետք է ոնց որ զոմբիի պես մարդիկ գնում են դրա հետևից չհասկանալով։ Իրանք գլխում սկսում են այդ մտքերը գալ, ոնց որ ուղղորդում են մտքերը, որոնք մտնում են մեր գիտակցության մեջ, ու մենք էլ մեզ թվում է, դա մենք գեներացրինք այդ մտքերը ու սկսում ենք իրականացնել։ Նու առաջին կարևոր տեղն է, որ մենք կարողանանք կայուն լինենք այդ ազդեցություններից, դրա համար մենք պետք է ոնց որ մեր միտքը զորություն ստանա, եւ երբ որ մենք ունենք կարևոր գործունեություններ, որ կարողանանք նյութականացնենք, մեր միտքն պետք է զորություն ստանա։ Եթե մեր միտքը թույլ է, ինքը զորություն չի կարող ստանալու, մենք ուժեղ ներշնչանքի տակ ենք գտնվում։ Թե նույնիսկ սովորական ինչ-որ գովազդից, թե արտաքին ինչ-որ կողքերից ներշնչանքի, թե այտենց որ համամասսայական ինչ-որ ներշնչանքներ են անում, մանավանդ ընտրությունների ժամանակ այտենց բաներ արվում է։ Տեխնոլոգիաներ են, որոնք կիրառում են, իսկ հիմա զարգացած երկրները ունեն, եթե պետքա տալիս են ցես կամ էլ բերում են օգտագործում են ցածր երկրներում տեխնոլոգիաները, հետո տանում են քաղաք կամ թողում են ինչ-որ սարքեր էլի։ Մեկը ունեն ինչ-որ ճարագայթում, որ ազդում են։ Գիտեմ Վրաստանում որ ցույցեր էր, դա ինչ-որ սարք տենց միացրել էին տենց։ Մի անգամ մի տիկին եկել էր ինձ հետ հանդիպել էր, որ թղթեր էր բերել եւ հիմնավորում էր, որ այդպիսի սարքեր կա որոշակի հեռավորության վրա միացնում են, կարող են ձեզ ագրեսիվացնել, կարող են ձեզ հանդարտացնել, որ ընդհանրապես ոչինչ չանեք։ Բայց հիմա արի իհարկե էլի կշարունակենք, հիմա արի ինչպես ասում են, իջնենք պրակտիկ հողի վրա, այն որ մեր ժողովրդի վրա հատուկ տեխնոլոգիաներով աշխատում են, որպեսզի ինքը դիմադրողականությունը կորցնի, ես որևէ կասկած չունեմ, տեղյակ եմ եւ սարքեր կան եւ մտքային եւ այլն։ Հիմա ինձ մի բան է հետաքրքիր, ես ինքս գտնում եմ, որ այսօր թե մեկ խնդիրը ազգակիր շերտին ժողովրդի պաշտպանելն է, հավաքել, որտեղ գրոհի իրենց դեմ է, էլի ազգասած իրենք են։ Իրենց պաշտպանելն է։ Հիմա ես մտածում եմ ինչ որ միություն ստեղծեն, իրար օգնեն, սատարեն, առողջական աշխատանքի եւ այլ հարցերում։ Բայց մյուս կողմից նաեւ կա այդ գրոհները մտքի վրա ինչ կերպ պաշտպանենք։ Ես ինձ առաջարկում են, որ ընդհանրենք այդ համայնքը ստեղծեք, արգելեք իրենք լրատվամիջոցներին հետևեն, որպեսզի այդ բացասական բաները չկա, էլի։ Դու որ խոսում ես մտածում եի, ինչպես իր ոգին ուժեղացնենք, ուսե ինչ որ հատուկ ծեսեր է պետք, ինչ պաշտպանիչ բաներ կա։ Պատկերացում մարդկային մի ինչ որ խումբ է եւ չի ուզում գնի այդ ազդեցությունների տակ, էլի, մտքային Ինչ առաջին պաշտպանիչ հիմնական բանը աստվածային օրենքները պահելն է։ Պահեցին, ասենք դրեցին, բարձեցին, բայց մեկը մեր վրա ազդում են։ Այնպես չի որ մենք էսպես կղզիի մեջ ենք, մեր վրա չեն ազդում։ Դե ասում է, պետք է ինքը մարդը ուժեղանա։ Երկրորդը, որ ինքը չփորձի ուրիշի վրա ազդել։ Երբ որ մենք փորձում ենք ուրիշի վրա ազդել, դա նշում մենք էլ ենք բացվում, որ ուրիշն է։ Դա գայթակղություն է, ինչպես դիմանանք ուրիշի վրա չազդելու։ Հա, դե հիմա ուզում եք, որ ոնց պաշտպանվել չազդի ուզեք, դե ուրիշի վրա պետք է չազդեք։ Կամ էլ ուրիշի վրա մենակ բարիք բերելու իմաստով ազդեցություն ունեք, ոգեշնչում բառ ասեմ։ Ոգեշնչեք ոչ թե ազդեք իր կամքին դուրս, այսինքն ուրիշի կամքը պետք է չխախտվի, որ ամուր լինի։ Եթե մենք դնում ենք ներքին արդարություն, իդեալականի մոտ համայնք ենք կառուցում, մենք ներսում ամեն ինչ անում ենք, բայց արտաքին այդպես դու ասացիր հերվից կարող են ազդել, չէ՞, մեր վրա, ինչ որ հատուկ մարդիկ մտքի ուժ սարքերը դնենք մի կողմ, ինչպես է պաշտպանվելու, էլի, մենք էլ ունենանք մեր մարդիկը, որոնք ինչ որ ալիքները ցրեն, ինչպես է արվում դա։ Դե նայեք, երբ որ ներսում կա ներդաշնակություն իրար մեջ, ինքը ամուր է արդեն։ Դա մեկ։ Երկրորդը, երբ որ այդ ներդաշնակությունը խալխլվում է, ինչ որ մեկի մոտ միտքա ինչ որ ծուր գալիս, ինքը տրվում է այդ մտքում, կայթակվում է այդ մտքով, նույնացնում է իրան այդ մտքի հետ, չի հասկանում, որ իրան ներշնչել են, ինքը կարող է այդ ներդաշնակությունը ներսի խալխլի էլի, ոնց որ այդ բերթերը առանց հիմնական ոնց են պարտվել, ներսից մեկը դուռը բացելա, չէ, դա էլ ներսից դուռը բացելն է, պետք է ամուր ներդաշնակություն, դրա ոնց որ ինչի են օրդեններում բոլոր երթումներ տալիս, երթման իմաստը, որ իրան կարան այդ տենց ներխուժումներին թեկուզ իրանց գիտակցությունների վրա
դիմակայուն լինեն, չտրվեն, էլ հասկանան, որ ինչ որ մտքեր են գալիս, բայց չկտրվեն այդ մտքերով, չգայթակղվեն կամ անկում չակցեն։ Իսկ օրդերներում կան վերահսկիչներ, որ հետևեն մարդիկ արդյոք ընկան գայթակղությունների տակ, ինչ որ մարդկանց ազդեցին, որ հետո պարակտում չբերի։ Կա այդպիսի մեխանիզմի Դե ինչ որ մեխանիզմներ կան, որ ինչ որ մարդիկ, որոնք փորձություններ են անցնում, հաջորդ մակարդակ են բարձրանում, էլի։ Այսինքն մենակ փորձությունների միջոցով են իրանք առաջ գնում։ Հա, դու վերին շերտերը թողնում ես նրանք, ովքեր ավելի դիմադրողունակ են, ավելի շատ փորձություններից են անցել, խորը անկումներ են ապրել, բայց կարողացել են դուրս գալ դրանից։ Իրենց վրա ազդել է այդքան էլ հեշտ չի։ Արդեն որտեղ իրանք փորձված են, էլի, ոնց որ հին մարտիկները արդեն շատ կռիվներ են տեսել, իրանք արդեն են վախի կամ ահի զգացումից տենց չեն վախենում։ Մոլորեսնելը իրենց այդքան հեշտ չի լինի։ Հեշտ չի։ Դե պետք է մենակ փորձություններից է էլի մարդը որոշում։ Տենց չեն կարող ասեն հիմա ինչ որ մեկը ոնց է, մինչև ինքը չանցնի ժամանակներ ու փորձություններ չանցնի, փորձությունը կարա ցույց տա, ինքը կարա այդ դիմակայուն լինի, թե չէ։ Որտեղ բոլորն ինչ որ անկումներ կարան լինեն, բայց ինքը կարում է այդ անկումներից դուրս գա, հավատը չի կորցնում, ինչքան վստահություն ունի իր մյուսների հետ, համահողների հետ, ու դրանք փորձություններ են, որոնք ժամանակն է պետք, մի անգամից չի կարող լինի, երկար վստահություն է պետք, որ ժամանակը գա դա իրականացնեն, էլի։ Հիմա եկեղեցին այդ փորձության մեջ իր վերնախավ է, այդն պարզվում է, ով է տոկուն, անգամ բանդ կարող է գնա իր չհրաժարվի, ոմանք էլ կան, որ ասենք կտրվեն գայթակղությունների կամ իսի միջ կլինեն, այսպես այս կարգի փորձություններով է, որ ասենք թրծված դուրս է գալի համակարգը, էլ ավելի պինդ է լինում։ Դե կարա էդ էլ է փորձություն, այդ ամեն մեկին ոնց որ փորձվում է, ինչքան բանն, այդ դենք ոնց է խարխլում են լինում, ներքին ինչ որ դա ինչ որ մեկին մենք ունենք մեր էգոիստական մոտեցումներ, դժգոհություն կա, օգտվում են ինչ ուղեր, այդ դժգոհությունից, թույլ տեղերից պետք է ուղղակի այդ որ ինքը խոստումը չխախտի, էլի, դե ինչքան էլ կողքից մարդ է, այդ իր մարդը, հասկանա որ թույլ տեղեր կարան լինեն, տեն չի որ թույլ տեղ չի կարող լինի, բայց ինքը պետք է ավելի իմաստուն դուրս գա, որ այդ թույլ տեղերը կարողանա ընդունել, որ կարա լինեն ու էդի պատճառ չդառնա խախտում, դե ասենք բերթերը ոնց են գնացել, ասենք թուրքերը եկել են կամ ասենք պարսիկները կամ արաբները կամ մոնղոլները, չգիտեմ, կամ այդ Միջին Ասիայի այդ Դենք Թեմուրի ցեղերը էլ, չէ՞ որ ոնց են գրավել մեծ մասը, ներսից են բացել, դեռ շատ բերթեր անհնար էր գրավել, ներսից են բացել, այն թույլություններից են մարդկային։ Թմկաբերդի առումը։ Թույլություններից են օգտվել, որ սկսել են այդ թույլությունների հիման վրա տարբեր տեսակ, բոլորը կաշառ չեն տվել։ Մեկին ինչ-որ ճնշումներ կան, չէ՞, տեսակներ կան, որ ճնշում են։ Ասենք հատուկ ծառայությունները ոնց են վերցնում իրանց ագենտ, որ ծառայի, չէ՞, ինչ-որ մարդը թե թույլություններ ունի, այդ թույլությունների վրա իրանք կարող են կոմպրոմիսներ հավաքեն ու սկսում են բանացնել ու աշխատացնել այդ թույլությունները, որ իրանց օգտին աշխատի, բայց ինքը այդքան համարձակություն չունի, որ իր թույլությունը ընդունի, բացահայտի, թող բացահայտեն, բայց ինքը կայուն մնա, էլի, դրա համար այդ փորձություններով ամենակ մարդը երևում ինչքան կայուն է, ոչ թե ժամանակն է ցույց տալիս, տենց չի լինի, ինչ որ բան նայեն, ասեն ինքը բան չի, տենց դժվար է այդ բանը, նույնիսկ ուզում եմ սենց բան ասեմ, որ նույնիսկ Քրիստոսի մոտ, որ Հուդան եկավ, չէ, սա ասում են ինքը գիտեր սկզբից դրա մասին, բան մի քիչ այդքան չէր եղել, որ իմանար չէր թող իր մոտ։ Էդ էլ ինչ որ փորձություն էր, որ ինքը չկարացավ անցել։ Նույնն էլ ասենք Բուդդայի մոտ էլ աշակերտներ են եղել, որ էլի նույնպես դեվադատ է եղել ու շատ մարդկանց էլ իր համայնքի 1/3-ն դա մեծ է համայնք է, 1/3-ին տարել է փորձություն չեն դիմացել։ Տենց հեշտ չի, ժամանակն է ցույց տալիս էլ մենակը տենց մտքի այդ նույնիսկ կայունությունը դժվար բան է, մեկ ինքը, նայեք, ոչ մեկ չգիտի, հիմա սա ասենց հայրենասերեն գոռում են, բայց պատերազմի ժամանակ, ասենք հենց ճակատում, ինքը ոչ մեկ չգիտի իրան ոնց է պահելու, այդ փորձությունը մենակ ցույց կտա ինքը ոնց կպահի, թեորետիկ ինքը կարա շատ բաներ ասի, բայց հենց գա խնդիրը ինքը դիմակայուն կլինի, այսինքն ինչքան ավելի կա դիմասկունությունն է կարևոր, էլի, որտեղ ինչը կտրուկ ինքը ինչ որ կարող է ուժ ունենա, բայց ինքը կտրուկա ինքը միանգամից սպառվի, էլի, այդ երկար ինչքան ինքը կարա դիմադրի,
այդ ամենակարևորը, որ իր դիմացկայնությունը ցանկացած խնդրի նկատմամբ ինքը դիմացկայնություն ունի, ոչ թե ինքը թուլություններ չունի, բոլոր մարդենք թուլություններ ունենք, բայց այդ թուլություններից ինքը իրան վեր է դասում։ Սովետական մի ֆիլմ կար, երկու հոգու պրիովարկեն այդ գերմանացիների դեմ պատերազմի ժամանակ հետախուզության, մեկը կա այտենց խոշորամարդ մի քաչ, ես կգնամ, միայնակ չեմ հոգել դիգա, ինչ մեկը լինում ուսուցիչ է, փոքր նվազ, ասում եմ ես կգամ, ասում եմ դու ինչի ես գալի, դու բեռես դնելու ախր, դու թուլվես, ես էլի բեռես ինձ համար։ Վերջը մի կերպ գնում են, եւ ինչը պարզում, գերմանացիները իրենց բռնում են, եւ այս թույլիկը մինչև ամեն տանջանք ենթարկում են չի ասում, ինչը ոնդ է չի հրաժարվում, իսկ այդ խոշորը քաջը մի անգամից ինչպես ասում են թուլանում է եւ այլը, նույնիսկ վերջում գնում է արտակնոցում ուզում է կախվի էլի ուժի չի հերիքում, հասկանում ես, այնպես որ կոչերը դա դեռ քիչ է, կարող մարդը ոչինչ չասի, բայց ներքուստ ավելի հզոր լինի։ Իր տվյալ իրավիճակում ինքը այնպեսի հատկանիշներ դրսևորի, որ բոլորը ապշեն։ Օրինակ սարերի մասին գտնեմ, երբ որ թթվածնի քաղցա սկսում է սարում դե բարձր կարող շատ ֆիզիկապես կոփված, շատ ուժեղ, sense sportsman լինի, շատ ռեկորդներ խփած, բայց բարձրանա իրան ինքը կարող է այդքան կայունություն չունենա, ինչ sense թվացել, բայց ինքը կայուն լինի, կարանա քիչ թթվածին դնին մանա, ուղեղը չխախտվի, ու գնայ, այսինքն բարձր սարերը բարձրանում են, ցույց ուղղակի կոնտրոլը կորցնում է, տեն չի, որ թթվածին չի գալիս, արդեն ինքը չի հասկանում ինչ անում, դրա համար մարդը չգիտի ինքը ոնց կպահի իրան։ Դա ամենաբան կետն է, որ տեն չի, որ ինքը գիտի ու տենց է պահում։ Ինքը չգիտի իրան, ինչ ոնց որ իր անգիտակցականում, ենթագիտակցանում ինչ ռեակցիաներ կտա այդ երևույթի համար, ինքը բացարձակ չգիտի։ Ինքը կարող շատ ազնիվ է ասում, որ ինքը քաջ է, խիզախ է, բայց խնդիրը որ գալիս է ինքը չի հասկանում, որտեղ ինքը խորքային ինչ-որ խնդիրներ ունի, դե որ ասում եմ անցյալ կյանքերի եւ այլն, որտեղ ինքը բացեր ունի ու ինքը դիմականություն չկա։ Իսկ եւ որ ովքեր շատ կյանքերի փորձություններ են անցել, նույնիսկ կյանքերի, ասեմ, իրանք արդեն դիմականություն ունեն, կարող է կյանքում այդեն չի դրսևորում, թվում է թե ինչ որ զորություն տենց չունի, բայց ինքը շատ փորձություն ունի, ինքը դրան վստահելի է, շատ այդ փորձությունների քանակով է։ Դրա համար այդ փորձությունները շատ կարևոր տեղ են։ Տենց էլ իմաստունը դառնում է մենակ փորձություններով, եթե տենց մարդիկ մտածում են իմաստունները թախից ու սենց տարապած աչքեր ունեն, բայց դա տենց է, որտեղ իրենք շատ փորձություններով շատ դժվարություններով են անցել, դրա համար իրանք տենց են։ Իսկ այն թեթև սոլիկը, որ դժվարություն չի անցել, հələ սենց մենակ շատ ուրախ ու ժպտերես է ու ոնց որ արտաքին բանով, բայց այդ ինքը չի նշանակում փորձություն գա ոնց կանցնի էլի։ Դա դառնանք էլի մտքի զորությանը, ես ուզում եմ մի ոլորտ մտնենք, ես չգիտեմ դու այդտեղ պայքարել ես, թե չէ, ես էլ կոլեկտիվ միտք ասած, ժողովրդի միտք ասած տերմինին գանք։ Ես քիչ-միչ ուսումնասիրել եմ որոշ ժողովուրդների պատմություն, եթե էլիտան կարողանում է ժողովրդի մի ինչ որ հատվածի անհրաժեշտ հարկադրի որ նույն կերպ մտածեն, գեներացիա է գնում եւ ժողովուրդը ինչ որ անգամ հզորանում է եւ աշխարհի մասշտաբով կարող է ինչ որ բաներ անել եւ հակառակն էլ հիմա մերնեկնային տարբեր խմբեր, տարբեր մտքեր խառը եւ քաոս։ Ինչպես կարելի է, ասենք, այս իրավիճակում այնպես անել, որ մտքի ուղղվածություն առաջանա, որ հզորանա։ Նախ համաձայն ես այդ որ կա կոլեկտիվ միտք, որ իհարկե կա։ Դե մենք պետք է ընդունենք առաջինը, ոնց որ օրինակ եկեղեցի կրոններում չեն ընդունում, որ չար կա, օրինակ ասում են հեթանոսները չարի գաղափար չկա, բայց կա, այն չարքերը ովքեր են չարել, դա հին հայկական խոսակցությունը այդ հեթանոսությունից է, էլի որ չարքեր կան, ոչ թե չկան։ Երբ որ մենք չենք ընդունում դա, արդեն մենք իրան նկատմամբ անդիմադրություն չունենք, առաջինը պետք է ընդունենք, որ կան։ Հիմա Հայաստանով եթե վերցնենք, մենք պետք է ռեալ հասկանանք, որ մեր կողքի հարևանների հատուկ ծառայությունները շատ խելամիտ, երկարաժամկետ ոչ միայն աշխատում են նյութական պլանում, նաև աշխատում են մտային պլանում ազդեցության վրա, մասսաների վրա, այն մարդիկ, որոնք կարան ենթարկվեն եւ այլն։ Այսինքն տեղ
ու բավականին զարգացած երկրներ, ասենք թե մեր հյուսիսում կամ արևմուտքում գտնված երկրներում, թեկուզ արևելքում ինքն էլ կարմա գումարներ ունի, ներդրումներ անի եւ դրա օգտագործում է, ու դա ռեալ աշխատում է, մենք դա այդ ֆակտորը չենք կարող ընդունել, որ հնարավոր է, որ մենք կարանք դառնանք ուրիշ երկրի ագենտ չիմանալով դա, դա կարա լինի, որ մեր կարան մեր միտքը պարալիզացնեն ու մենք անկապ մեզ ցանկությունից իրականացնենք այնպես բաներ, այնպես երևույթներ, որոնք մենք չէինք նրանց շահերից է բխում։ Նրանց շահերից։ Ինքը նուրբ է տենց գնում, sense կոպիտ բանը զգացվել է տալիս, բայց կարա այնքան նուրբ գնա, որ տենց միանգամից դու էլ չկտես, կողքին էլ չկնա, բայց ընդհանուր վերջնակում արդյունքում երևում է շախմատի ոնց քայլեր իրականացրեց։ Այդ կարևոր տեղը, որ մենք ընդունենք, որ մենք շատ ուժեղ փոխազդեցությունի տակ ենք, որոնք մեր դիմադրողականությունը դրանց նկատմամբ թույլ է, որտեղ մենք չունենք պաշտպանման համակարգեր։ Ասենք հիմա որ Թուրքիան ֆիզիկական պատերազմ որ սկսի, մենք դիմադրողականություն չունենք այտենց որ դիմակայենք, չգիտեմ, հլային ժամանակները որ հայկական բանակը շատ ուժեղ էր, այնտեղ ասում են մի 6 ժամ կարանք դիմադրենք։ Դա հասկանալ է ուժերը անչափահան։ Այտենց էլ ասենք Հյուսային մեր հարևան ինչ-որ ճղայնն է, այտենց էլ իրանց այն տեխնոլոգիաները որ ունեն մտային ազդելու, իրանք էլ են ուժեղ։ Դա պետք է հստակ ասենք էլի, մենակ ասենք զենքով ուժեղ չեն, այդ ձևով են ուժեղ։ Ու մեր դիմադրողականությունը այդտեղ թույլ է։ Դրա համար պետք է մենք ավելի ինչի են sense քաոսային, ասենք կուսակցություններ, քաոսային միասնություն ոչ միտեղ չկա։ Թե ինչ որ հասկանում որ միայն միասնությամբ կարան այս վիճակից դուրս գան, բայց չեն կարող միասնանալ։ Հենց այդ ազդեցության տակ է։ Իր բոլորն էլ ինչ որ ազդեցության տակ են, իրանց թույլ կետերի վրա են ազդում, հենց մտքով է, չեմ ասում ինչ որ ձևով իրան գումար են ստում։ Չէ, մտքով են ազդում։ Հատուկ խմբերով կամ տեխնոլոգիաների միջոցով ազդում են, որ sense խառը շփտիկնի իրանց շահերին ծառայեն։ Բոլորն էլ իրանց շահերին մենք ուզում են ծառայացնել, իրանք շահի։ Մենք ուղղակի ոնց ասած ընկած ենք այդ դրա հետևից ու քանի որ մենք մեր ազգը ավելի շատ նյութական ազգ է, դա պետք է հասկանանք, հավատը թույլ է մեր ազգում, դա հստակ ընդունենք, էլ մենք ավելի շատ նյութապաշտ ենք ու իսկ դա վտանգավոր է, որտեղ մեր միտքը թույլ է։ Եթե մեր միտքը ուժեղն էր, այդքան նյութապաշտ չէին կլինի։ Իսկ ասելով նաև նկատի հոգևոր արժե համակարգերը դրված չի, անհրաժեշտ բարձրության վրա։ Դա այդ դրանից է կախված, մեր մտքի երևույթից է կախված, որ մենք դա պետք է հասկանանք, որ արժե համակարգը թույլ է մեր մոտ ու դա երկար ժամանակվա աշխատանք է։ Հասկանալի։ Դա մի օրվա չի, դա երևի դարերի հետևանք է։ Պետություն չունենալու ուրիշի լծի տակ գտնվելու հետևանքով, դա է, մարդը հարկադրված էր մի կերպ գոյատևել, ինչ արժեք, ինչ բաներ, օրվա հացի խնդիր էր լուծում։ Հետևաբար իր մոտ ասենք դա դարձել է բնավորություն, կեսակերպ։ Գինով ոնց որ եկել է, էլի թույլ ենք մենք այդ դրա դիմակայությունը ու պետք է ոնց որ այդտեղ մեծ ջանք անենք այդ հարցով մեծ ջանք անենք նայեք ես թեկուզ որ նույնիսկ դպրոց ունեմ դասավանդում եմ բայց երբ որ տենց նուրբ հարցերի եմ գալիս որտեղ պետք է ինչ որ խոստում տամ որ չանեն շատ ընդվզումներ կան որովհետև դարերով չեն արել այդպես բան իրանք չգիտեն իրանք մտածում են իրանք իրավունքների խախտում է տեղ ունենում բայց այդտեղ պետք է հասկանանք որ մենք առաջ չենք գնա, որովհետև հա կարան ազդեցություններ լինեն, որոնք մենք դիմակայունություն չենք կարող, պետք է մենք մեր համար կարմիր գիծ գցենք, որ դա կարողանանք դիմակայել, եթե կարմիր գիծը չունենք, չենք դիմակայել այդ երևույթներին, որովհետև իրոք կան ազդեցություններ։ Ազգային մակարդակով շատ ուժեղ կա, շատ ուժեղ, որ ասում եմ ես զգում եմ, դա հաստատ զգում եմ, որ գիտակցում եմ ընկալում եմ որ էթիկա, բայց դա ոչ մի բան չես կարող անես, էլի դու մենակ այդ պետք է մարդիկ հասկանան, ուղղակի արդյունքը միշտ երևում է, ինչի է ամենավատագույն սցենարը գնում։ Մի հատ մենք չենք մտածել, որ ինչի է մեր մոտ, չէ, ամենասցենարներից ամենավատագույնն է ստացվում։ Եվ կարծես ամեն ինչ անում ենք, որ մեր թշնամիների երազանքները իրականանան։ Կարծես ամբողջ ժողովուրդով լեցված ենք դրան։ Դու ասացիր, որ ակամա կարող են դառնալ նրանց գործակալը։ Ես միշտ էլ ահազանգում եմ,
Հիմա տես, ինքդ էլ վկայեցիր, որ դրսից տարբեր եղանակներով ազդում են մեր ժողովրդի վրա, որ դիմադրողականությունը ջլատեն, ապա բարոյականացնեն, արժեքները ընկնեն։ Ժողովուրդը ազդեցության տակ է։ Ինքը մոտարապես նույն վիճակում ինչպես որ վիրահատությունից առաջ մարդուն սրսկում են, ցավազրկող ինքը վիճակից չէ ինչ որ բան անելու։ Պատկերացրեք գնանք այդ մարդուն ասենք դե վեր կաց ինչի ես պարկել, երբ որ չշարժվի սկսենք ամոթանք տալ։ Հիմա ժողովրդին այդ ուժերը հասցրել են այս վիճակին, որոշ մարդիկ եթե անգամ սրտացավ են նայում են ժողովուրդը չի արձագանքում, սկսում են ժողովրդին պախարակել, այսպես ասած ոտքերը սրբել ժողովրդի վրա եւ ստացվում է դու խորացնում ես ժողովրդի վատությունը եւ դառնում ես զինվորը այն ուժերի։ Ես քանից ասում մի արեք ժողովուրդը մի վատաբանեք, վատն էլ անգամ տեսնում եք դրանից օգուտ չկա, դուք մտածեք ինքնազդեցության տակ է, ինչպես մենք իրեն դուրս բերենք այս վիճակից։ Սա պիտի լինի, եթե դու ուզում ես քո դիմադրողականությունը մեծացնես, բայց դա ինչքան ուզում ես ասա։ Հետո ասեմ այդ դրսի ուժերը իրենք իրենց գործակալներում են, որ պիտի ասեն, «Էս չես ժողովուրդ, էս չես», որ արդեն վհատեսնեն։ Մի մաս էլ անհանգիստներն են միանում են ու մենք դառնում ենք նրանց։ Դե հա, չհասկանալով կարող մի հոգին տենց գիտակից անում, բայց հա, մեծ մասը դնում են սրտացավից, բայց վնաս են տալիս, իրենք իրենց վնաս են տալիս։ Հասկանում ես, որ մարդը գուցե ձեռքը բռներ, հաներ, կողքդ կաներ ավելի լավ կներ, դու իր գլխին խփում ես, պարզե ինքը շորը գալու քեզ մի բան է խտնված արդեն ընկած է։ Հիմա մեկ էլ ազդելը մտքի զորությունով ուրիշի վրա ազդելը, այ դա ինչ է եւ մարդը ոնց պաշտպանվի։ Ես որոշ փակագծեր չեմ ուզում բացեմ, բայց եղել է պահ ես զգացել եմ, որ ինձ վրա աշխատում են։ Ես չեմ կարող ասեմ ինչպես էի դա զգում, չէին զանգում էլի, եւ ինչու պաշտպանական ակամա ինձ հուշում է թե ինչպես պաշտպանվեմ։ Ու իսկը պաշտպանվում է, էլի։ Այդ հասարակ մարդը, հատկապես որ մի քիչ էլ ակտիվ է եւ այլ, իր վրա իր չկամեցողները կամ արտաքին ուժերը, հատկապես ազգային դաշտի մարդկանց վրա դրսերից կփորձեն, չէ՞, ազդեն, դա ինչպես արվի, ինչպես պաշտպանվի մարդը։ Որ չմտնենք մոգության սֆերան, որտեղ մոգությունում լիքը տեխնիկաներ կան, այդ ուզում եմ հստակ ասեմ, որ բարոյական նորմերը չխախտենք, որ այդ դիմացինի ազդեցությունը մենք չգնանք այդ ինչ որ այդ պայքարի մեջ, ուղղակի մենք ներքուստ չընդունենք դա, ոնց որ այդ ինֆորմացիա, էներգիա, ներշնչանքա չընդունենք, կարամ ուղղակի ներքուստ ոնց որ մենք շունչ ենք խորը քաշում, գործ ենք քաշենք, հա, շունչ ենք քաշում, մեզ թուլացնում ենք, մի քիչ շունչը պահում ենք, կենտրոնանում ենք սրտի վրա, եւ ոնց որ ասում ենք, ոչ թե ոնց որ հստակ ասում ենք հեռացի։ Բայց պիտի զգանք, որ դա բան կա, երբ որ զգում ենք, թե բարբերաբար անենք, որ հանկարծ պաշտպանական պատերի։ Եթե ինչ-որ բան զգում ենք, հեռացնենք, եթե ոչ բան չկա։ Երբ որ դու ինչ-որ մի ձև, քեզ ինչ-որ մի ձև հուշում են, այդպես ինչ-որ զգացում է գալիս, չգիտեմ, գլխի ցավ է գալիս, կամ ինչ-որ անկապ մտքեր են, որ դու էդի չունեիր։ Կարան որ մարդիկ ուշադիր լինեն իրենց մտքերին, տեսնեն իրանք ունեն ստանդարտ մտքերի շարան, որ մշտական ունեն։ Ինչ-որ գաղափար։ Մեկ էլ գարսեն ինչ-որ մտքեր, որ իհարկե իմը չի, բայց ուղղակի պիտի ուշադիր լինեն, դա ոնց որ դրա վրա ուշադիր։ Ոչ մեկը քո գլխի մեջ դրեց այդ միտքը։ Հա, դու չես նկատում, որ դու չունեիր այդ մտքերը, բայց այդ միտքը եկավ, հա։ Ու տեղ դու պիտի ոնց որ այդ մտքի ուղղորդելու բանը կանգնացնես, հեռացի ես ասում, ուղղակի ոնց որ ներքուստ հրաման ես տալիս, քո կամքը հավաքում ես քո բուրը, ոնց որ հրաման ես տալիս հեռանա ինքը քեզնից։ Մի անգամով կհեռանա, թե մի քանի անգամ պիտի անի, թե նայած ով է ծիրասով է։ Կախված է մեր հավատից։ Դե հիմա կասեն հավատում ես Քրիստոսին կպաշտպանի քեզ։ Դե եթե հավատում ես, որ պաշտպանում է, հա, բայց ուղղակի ոնց որ դու մշտական պաշտպանության մեջ ես, որ մենք մտածենք, դե հավատը շատ կարևոր դեր ունի ստեղ, բայց այդ դա տեղ ունենում մեր մտքի զորությունից։ Այսինքն մարդը հնարավոր է, որ ինքնաբերաբար պաշտպանված է իր ապրելակերպով, իր հասած հավատքով, ճշմարտության գնալու ճանապարհը ինքը
պաշտպանված է առանց տեխնոլոգիաների դիմելու։ Ինչ որ աշճանի կարա պաշտպանվի, վերջո մետախոցելի լինի, հա, որովհետև ինքը ինչքան էլ ոնց որ բարոյական նորմերը չի խախտում, ներդաշնակա բնության հետ ու մարդկանց հետ պաշտպանված է, բայց ինքը ինչ որ աշճանի է պաշտպանված, ինքը մեկախոցելիության էլի այդ կետ ունի ավելի հզոր ազդող կարող է այդ խոցելիության կետը, չէ, գտնել այդ կարշապարը, էլի կարշապարի այդ կետը մենք պետք է ոնց որ աուրան կարող է հզոր լինի, այդ աուրավ ասենք, էլի այդ ճառագայթումը հզոր լինի, բայց իր այդ ճառագայթման ծայրում պետք է ոնց որ պաշտպանված հուրեր լինեն, որ դա իսկ դա մեր գիտակցաբար մտքի կենտրոնացումն ու լարվածությունն է։ Իսկ դու պիտի այս շերտը դնես պաշտպանիչ։ Այդ պետք դու կարանաս քո միտքը ուժեղ կարանաս կենտրոնացնել, որ ուրիշ մտքեր չգան։ Դրա համար ասենք դա մենակ աղոթքով չի կարա լինի, էլի։ Մեր մտքի կենտրոնացում մենք պետք է կարանանք սովորենք, որ միտքը կարանք բևեռենք, կենտրոնանանք, ուրիշ մտքերը չթողենք մեր գլուխը մտնի, այդ ժամանակ ոնց որ մենք պաշտպանված կլինի, ասենք մեր այդ վահանը աուրայի այդ շերտի, որ մենք ճառագայթում ենք, պաշտպանված կլինի, մտքի կենտրոնացում, ճիշտ ապրելակերպ, ճիշտ սնունդ, ճիշտ մտքեր, նաև մտքի կենտրոնացում կարևոր է ու նաև նպատակը մեր վեհ լինի, այսինքն նայեք, եթե մտքի կենտրոնացում լինի, բայց նպատակը վատ լինի, էլի իր միտքը տեն չի կարա ուժեղանա, այդ էլ նույն թել կա, էլի, այսինքն եթե ինքը վատ նպատակներ ունի, դե ինքը սովորում է կենտրոնացը, բայց էլի մեկը ինքը այդքան չի կարող, որովհետև ինքը բնության օրենքներն է խախտում, էլի, որ կարմա կա, կարմայի օրենքները խախտում է։ Այդ Պարիսը որ շարումը ամուր չի լինի, էլի, հա։ Ամուր չի, դե եթե ինքը ուրիշ իր քիթը մտցնում ուրիշի կյանքի մեջ, արդեն իր միտքը ուրիշ չի լինի, որովհետև ինքը խառնում ուրիշի կյանքերի մեջ, դի չխառնվի ինքը ուրիշի, քիթը չմտնի ուրիշի կյանքի մեջ, էլի, ուրիշի ոնց որ անկողնի մեջ երբեք չմտնի։ Իրան պետք է դրանց վեհ կանգնել, էլի, ոչ թե տենց անգնի այս բամբասանքի կամ ուրիշի անկողնի մեջ իր միտքը սկսի մտցնել այնտեղ, արդեն ինքը թուլանա դրանով, եթե ինքը մտնում է ուրիշի կյանքի մեջ, ինքը պետք է դրանցից վեհ նպատակների վրա իր միտքը օգտագործի, քան ճնճեղ ինչ որ մեկին քննադատելով, մեկին բան անելով, էլ, այսինքն պետք է ուրիշի թերությունների բարձր լինի։ Հիմա մարդա թերություն ունի, բայց չընկնի այդ թերությունների հետևից ուրիշի, էլի, պետք է դրանցից վերնի։ Հենք դու ընկնում ես ուրիշի թերությունները նկատելուն ու քննադատելուն, դու թույլանում ես։ Որտեղ դու ուսանոցում ես այդ դրանք, էլ դրանցից պետք է կարանաս վեր կանգնես։ Դու նայես քո մեջի թերություններին, երբեք չդիտարկես ուրիշի թերությունները ու չվատաբանես, թեկուզ դու այդ թերությունը հաղթահարել ես, ինչքան էլ հաղթահարած լինես, բայց այդ նույն թերությունը ուրիշի պետք չի քննադատել։ Հենց այդ էլ թույլացնում է քո միտքը։ Հիմա դառնանք գեր պաշտպանված անհատականություններին, դու ասացիր մեկը էլի խոցելի են, չէ՞, օրինակ ես որ Հուլիոս Կեսարի մասին վեպ էի գրում, մոտ 5 տարի աշխատել եմ, ես հանդիպեցի մի դրվագի, որ ինքը վստահ էր, որ ինքը ունի պահապան հրեշտակներ եւ իրենք իրեն պահպանում են։ Մինչեւ ինչ որ բան։ Բոնապարտի մոտ, որը վեպ էի գրում, էլի հանդիպեցի, որ ինքը վստահ էր, որ ինքը պաշտպանված է եւ ասում էր ես միսիայի մեջ եմ եւ ինձ չեն կարող գալիս զեկուցում են, որ դավադրությունը քեզ կսպանենք, թղթերի մեջ գլուխ չի բարձրացնում, որ անհանգստանում են, ասում են, գիտեք, ես պաշտպանված եմ, ես այս միսիա հենց որ ես զգամ, որ ես սա չեմ կարողանում անեմ, արդեն իմ վերջը կգա։ Ու շատերը չեն սիրում, բայց Հիտլերի մասին էլ կա, որ պաշտպանված է, տեղյակ չեմ։ Հիտլերի դեմ 40 քանի բան եղել։ Այդ դա ինչպես են իրենք ապահովել, ինչ որ արտաքին ուժեր են, վերմարտկային, թե ինչ որ հատուկ էքստրասենսեր, որ ապահովել են դա, էլի։ Դա ինչ-որ տարբեր ձև կա, էլի, կարող է ինչ-որ ծիսակատարություններ են մշտականանում, որ այդ նոր պլանում էակներին սնուցում են, որ իրանց համար ծառայեն, աշխատեն, ոնց որ հիմա մարդիկ վարձկում են բան թիկնապահներ, չէ՞։ Այս աշխարհում ֆիզիկական աշխարհում գումար ովքեր ունեն եւ իրանք վտանգ են զգում, իրանք թիկնապահ են, չէ՞, վարձում այնքան ինչքան հնարավոր է եւ
Տենց էլ այդ նոր պլանում էլ ոնց որ կարելի է վարձել թիկնապաներ, եթե դու համապատասխան էներգիա ունես, այդ ընդեղ էլ վարձատրություն էներգիայի տեսքով է կարող ես ինչ-որ ծեսերի միջոցով տալ, որ քեզ թիկնապաների քանակին դու վստահ ես իրանց բանին, որ կարան իրանք քեզ պաշտպանեն տենց։ Նույնիսկ Ստալինին էլ գիտեմ շատ անգամ են իրան մահափորձարել, նույնիսկ Ստալինի վրա են փորձարել տենց չմտածենք որ չիներ, իրանքն էլ է տենց դիմակայել էլի, ոնց որ Հիտլերը Ստալինն էլ է դիմակայել։ Նաև այդ նոր պլանում այդ ձևով կամ ինքը այնքան բարեպաշտ կյանքով ապրում, որ այդ իր ներկայությունը այդ նոր պլաները ինքը մեծ առաքելություն ունի, առաքելությունի հիման վրա կարան։ Իսկ կարող է ծնված օրից, ասենք, այս մարդը ծնվեց, իրեն գիտեն այս միսիան պետք է անի ծնված օրից պահելով տանեն, որ նո կարան օրինակ Հիսուսի պատմությունը տենց չի, որ ծնված օրից գալիս են ինչ որ մոգեր, որ իրան գիտեն, որ վտանգ է սպառնում, իրան նյութական նույնիսկ գումար են տալիս, բան ասում են, այս երկրից գնացեք, դա մենակ իր կյանքն է պահպան, բայց այդպես շատ կա, որ գնացեք ուրիշ երկիր մինչև այս բանը մեռնի, վտանգը անցնի ու դուք հետ կգաք, տենց էլ լինում է, չէ՞, պետք է իրանք գնացել են հնարավորություն են տալիս ուրիշ երկիր, իրանք չէին հասկանում իր ծնողները, որ դա պետք է տենց լինի։ Ինչքան էլ հիմա սրբացրել են ծնողներին, բայց իրանք չէին, չգիտեին դրա մասին։ Իրանց ոնց որ նյութական պլանում եկան, հուշեցին ու օրթեցին, գնացին եւ իրականացրեցին։ Նայած ինչ մենք առաքելություն ունենք, տենց կամ են Նապոլեոն բան, իրանք ինչ որ առաքելություն են, չէ՞, ունեցել Նապոլեոնը առաքելությունը ունեցել Եվրոպա մի Եվրոպա ստեղծի, բայց ինքը մի քիչ պատերազմի միջոցով է ստեղծել, մի քիչ եւ մի քիչ շատ է գնացել, պետք է Ռուսաստան չմտներ, էլի։ Բայց այդ գաղափարը վերջո ինչ որ չափով հիմա տնտեսական ձևով Եվրոպա միացավ, չէ, մի ամբողջականություն է դարել, էլի այդ գաղափարը Եվրոպայի միացության աշխատեց, որտեղ թե առանձին իրան զորություն չունեն, միասնական ինչ որ չափով ուժ են ներկայացնում, որ աշխարհի այդպես ինչ որ որոշումների մեջ իրանք ինչ որ դեր ունեն, թե առանձին մի պետություն որ լիներ, այդպես դերը շատ թույլ կլներ։ Ինչ մնաց ասելու մտքի զորության հետ կապված, ճանապարհին հաստատ մտածել ես, ես եկես խանգարում եմ, ամեն ինչ մնաց ասելու։ Դե մեր ազգին ուղղված, որ մենք կարանանք միտքը կառավարելու վրա աշխատենք, մենք դրան թերագնահատում ենք ու չենք գնահատում այդ երևույթը, որ դա կա, ու դա կարևոր ունի, որ մենք ուրիշի գործիքը չդառնանք, մենք կարանք մեզ թվում է մենք ինչ որ գումար ենք աշխատում ու տենց ուրիշներին մեր համար աշխատում ենք, տենց ու մենք զորեղ ենք, բայց մենք էլ ուրիշի գործիք ենք դառնում ու չենք էլ հասկանում, որպեսզի մենք ազատ լինենք, նա առաջին բանը ազատությունն է, էլի, առաջին չափանիշը, մենք պետք է հզոր լինենք, եթե հզոր չլինենք, ազատ չենք, միշտ կախվածության մեջ կլինի, համար առաջի ազատության բանը ոչ թե կախված է մեր ֆինանսներից, այլ կախված է մեր մտքի ազատությունից, իսկ եթե մտքի ազատությունը մեր զորությունից է կախված, ինչքան մեր միտքը զորեղ է, այդքան մենք ազատ ենք, ինչքան ազատ ենք, դե այդքան երջանիկ ենք, ինչքան կախված ենք ուրիշից երջանիկ չենք կարող լինել։ Այդ պետք է հստակ ասենք, մեր ֆինանսներով չի երջանկությունը որոշվում, այլ մեր ազատության աստիճանով է որոշվում, որովհետև կան շատ ֆինանսներ ունեն, բայց ազատություն չունենան, այդտեղ երջանկություն չունի։ Հաջորդ կարևոր կետը, որ մեր այդ մտքի զորությունը մեր մոտիկների ու ազգակիցների եւ մարդկության համար բարիք բերի, բարիքի համար աշխատի, այսինքն մենք ոչ թե մենք հավաքում ենք զորություն, որ ուղղակի պաշտպանվելու համար, դա ինչ որ մի նպատակ, բայց ոնց որ մեր երկիրը չի ապրում մենակ որ պաշտպանվի։ Չէ՞, մեր երկիրը ապրում է, որ ինչ որ նպատակ ունենա, եթե այդ նպատակ չունի, պրոստը գոյատևում է կամ մենակ պաշտպանվելու համար ապրում, այդ երկրի գոյությունը կոչնչանա էլի։ Այսինքն պետք է մեր հստանանք, որ մեր գոյությունը ապրում ենք, որ մենք կարանանք երջանիկ լինենք ու կողքիներին էլ մեր երջանկացնենք մեր մոտիկներին եւ ավելի լայն սվերավ ու այդ մեր եթե մենք զորություն չզորացնենք մեր միտքը, մենք դա չենք կարա իրականացնենք։ Հետո պետք է մենք հստակ հասկանանք, որ մեր նյութական ցանկացած պլանի գաղափար, որ կարանա նյութականացնի, մեր մտքի զորությունից է կախված։ Եթե մեր միտքը զորող չի, նյութական պլանը չենք կարա իրականացնել։ Օրինակ, որ մենք
բարգավաճման հարստության մասին էինք խոսում, սա ինձ մեկ քննադատականությունից դուք հարուստ եք, ես ասում եի հարստությունը դա առողջությունն է, երջանիկ բարեկամներն են, երջանիկ ընտանիքն է, ընկերներն են, մարդիկ չէին ընկալում, իրանք մենակ նյութական են ընկալում, ստեղ էլ մեր մտքի զորությունը կախված է մեր երջանկության հետ էլի, այդ դրան հետ կապենք, ոչ թե ինչ-որ մտքի զորությունը, ինչքան շատ փող կաշխատես էլի, դրա մեջ որտեղ նպատակը պետք է հասկանա ինչը լինի էլի, որտեղ եթե ինչ-որ տարիքի հասնեք, կտենաք, որ փողը արժեք չունի, իրոք չունի արժեք, նպատակը ինչ է, որ վաղը մեռնելու ես, կամ քո մեռնելիա ոչ մի բան այդ քո փողը ոչ մի բան չի կարող անի, էդի պետք է մենք հասկանանք, օրինակ այսօր երկու ծանոթ հենց մահացել են էլի, ծանոթի մեկի ծնողներն են, մեկի ամուսինը, տենց մեկի մորքուրը, հենց այսօր է մահացել, բավականին ջահել են եղել, դա մեր այդ մյուս զորությունները, որ մենք հավաքում ենք, ոչ մի արժեք չունին, չեն ունենա, էլի, որովհետև այդ մահը կգա կտանի, դրա համար մեր այդ կարևոր տեղը մեր մտքի զորության, որ մենակ բարիքի համար աշխատի, էլի, ուղղակի պետք է ոնց որ ինքը այդ բարիքի համար աշխատելը պարտադիր չի մարդը, որ բանական լինի, տենց աշխատի, ինքը կարա շատ աշխարհիկ մարդ լինի, շատ սովորական մարդ լինի, բայց իր մտքի զորությունը նպաստ դնի ազգին, նպաստ դնի haman մարդկությանը, բայց դա կարան շատերը անեն, էլի, որտեղ ասում ենք, որ մենք հնարավորություն չունենք, մենք վարչապետ չենք կարող անենք, բայց պարտադիր չի որ վարչապետ լինել, որ դրա վրա անել։ Ինչ դիրքել ունենաս, ինչ պաշտոնել ունենաս, ինչ գործունեություն ունենաս, դա դու կարաս անես վեճ։ Դա շատ կարևոր կետ է, որ դու կարաս անես, ես հիշում եմ 20 տպի պատերազմներ գնացել էի սար աղոթելու պատերազմի լավ վիճակ լինելու համար ու երբ որ վերադառնում էի ճանապարհին մի հատ գյուղացի էր քայլում ու ես իրար հետ խոսալով սենց քայլում էի դե սարից գալիս ինքն էլ տենց ճամփին հանդիպեց դե ասում եմ մեր ազգը կհաղթի ու դա շատ կարևոր բան էր որ բոլորի տները խունկ ծխացնեն ու աղոթեն բոլորը միասին մտքերի զորություն դնեն մեր հաղթանակի համար մենք չենք նույնիսկ այդ չենք կարող անենք միասնական ու ասենք պետք բոլորի անձնական շահերից էր բխում բայց դա չենք անում էլի ինչ որ պարակտվածություն կար ու էլի մտքերի զորություն ու հավատ չկար այդտեղ կարևոր կետա որ մտենք որ մենք երեք ոնց որ բանալի է տվել Քրիստոսը հույս հավատ սեր չէ եթե մենք հույսը կորցնենք ոչ մի բան չլինի հույսից հետո գալիս է հավատը եթե հույսը ունենանք հետո հավատը զորացնենք հետո սիրով մենք գործում ենք արդեն իրականում է մեր գործունեությունը այդ կարևոր կետն է որ մենք հստակ հասկանանք միտքը նաև զորությունը շատ վանականներ այդ վարժությունը քրիստոնյա արել են որ միտքը ուղեղից չի այլ իրանք ուղեղը մտչացրել են իրան սրտից դու բխած մտքերն են ամենազորեղը ոչ թե ուղեղից մտքերը որտեղ այդ ուղեղի միտքը ասենք հիպնոզն է որ կարա ինչ որ հեռավորության վրա ձեզ անի բայց սրտից բխած միտքը հեռավորությունը անսահման կարա ազդի այսինքն մենք կարանք ազդենք մոլորակի այն մյուս կողմում եղած մարդուն մենք սրտեն այդ էներգիա մտքի կարանք բուժենք եւ այլն ու ցանկացած գործողություններ անենք մենակ բուժում չէ էլի կարանք vocation չենք անկման մեջ գտնվող մարդուն ինքը կարող է չզգա չիմանալ իրան այդ դեպրեսիայից դուրս հանենք այսինքն կարելի է բայց մտածում եմ մեկը պետք է գա որ բոլորին փրկի սաղ է տենց սպասում մենք ամեն մեկը տենց չի որ մեկը կարա բոլորին փրկի մեկը կարա բոլորին փրկի եթե իրան հավատում են եթե չեն հավատում չի կարա դա անի նույնիսկ Քրիստոսի կյանքում կա որ երբ որ ինքը շատ մարդկանց բուժում էր ու այնտեղ ասեցին երկու հատ գյուղ կա գնանք այնտեղ շատ հիվանդներ կան ասեց ինքը հավատ չունեն այնտեղ ես չեմ կարող դրանց օգտեն գնանք եթե մենք հավատ չունենք արդեն հույսը կորցրել ենք հավատն էլ չկա ոչ մեկ չի կարա մեզ դուրս հանի հիմա այս Հայաստանի այս վիճակից դուրս հանելու համար մենք պետք է հավատ ունենանք եւ հույսը չկորցնենք դա կարևոր որտեղ ինչը լինի հույսը պետք է չհուսատվի մարդը կարևոր կետա որ հույսի թելը երբեք չկորցնի հավատը ամուր պահի որովհետեւ ինչը լինի հիմա իհարկե ես հասկանում եմ որ ամեն ինչ այդ դրսի ուժը որ մենք ասում ենք անել են որ մեր ազգը հուսահատվի ավելի հուսահատվի դե հասկանալի է որ չգիտեմ ոնց կլինի արդյունքը բայց
դա իրանց նպատակն է, բայց ինչ էլ արդյունքը լինի, պետք է նույնիսկ չհուսահատվենք էլի։ Դա կարևոր կետ է, որ մենք իմանանք, որովհետև մարդիկ կարան շատ ուժեղ հուսահատության մեջ ընկնեն, ու անկումի մեջ ընկնեն, դա անցողիկ է, պետք է հասկանանք դա ժամանակավորը կգա, դա էլ կանցնի, էլի, տենց չի որ հավերժ մնում է ոչ մի կայսրություն հավերժ չի մնում, ոչ մի մարդ էլ հավերժ չի ապրելու, գնալու է ու ինչքան ժամանակները ասում եմ դժվար են, այդքան ավելի ամուր մարդիկ են գալիս, ինչքան ժամանակները հեշտ են, ավելի թույլ մարդիկ են տալիս, ավելի անկումային երևույթ է լինում, ինչքան անկումային երևույթ է լինում, հետո գալիս են ավելի ուժեղ մարդիկ, ստեղծում են ավելի լավ ժամանակներ, ու այդ ցիկլով պատտվում է, մենք պետք է հասկանանք, որ այդ ցիկլն է, ինչքան մեր դժվար երևույթներ են գալիս, այդքան ամուր մարդիկ կգան, որ այդ վատ ժամանակից դուրս հանեն, որովհետև մենք լավ ժամանակների մեջ ենք, անկումային մարդիկ կան, դա պետք է գնահատենք, գնահատենք։ Նաև մեր միտքը զորաղա, որ մեր միտքը միացնենք մեր հոգուն, ոչ թե ուղղակի մենակ նյութական երևույթների համար մենք աշխատացնենք մեր միտքը վեհ նպատակներ դնենք, որը համամարտկային նպատակները, համազգային նպատակները, որ այդ ազգային նպատակները նենց նպատակներն են, որ բարիք բերեն նաև բոլորին բերենք, այսինքն նպատակը պետք է տենց չլինի, որ մեր ազգը ճնշում է կողքի մյուս ազգերին, ոչնչացնում է, նպատակը վեհ լինի, որ այդ անկումային երևույթի, ինչի են կողքի ազգերը մեզ ճնշում, դա պետք է հասկանանք, որովհետև իրանք վատ վիճակում են, ուզում են մի քիչ ավելի վատին ճնշեն, թվա թե իրանք լավ են, դա էլ կա։ Ասենք նա Ռուսաստանը օրինակով բերեմ, ինչի է մեզ ճնշում, ինչ-որ տեղ, որտեղ ինքը վատ վիճակում է, որ տոնը, ասենք, պապան աշխատանքի է գնում, իր ղեկավարը ջղայնած ճնշում է իրան, ինքն էլ գալիս է, որպեսզի մի քիչ լիցքաթափի լավ զգա իրան, իրականությունն է ճնշում, կինն էլ որ մի քիչ լավ իրան զգա, գնում է երեխեքին է ճնշում, երեխան էլ որ մի քիչ լավ զգա, խաղալիքն է ջարդում կամ ինչ-որ բան անում, այսինքն դա փոխադարձ է, մենք ոնց որ ուզում ենք այդ էներգիան հանել մի միջոցով, ավելի թույլին ճնշելով, բայց եթե լավ լինենք, ոչ մեկին չի ճնշի, այդ հենց այդ ամենակարևոր կետն է, որ հասկանանք, որ մարդիկ երջանիկ են, ոչ մեկին չի ցանկանում ճնշել կամ ցածրացնել, այդ կարևոր կետը, այդ էլ որ մենք բռնենք ու իրականացնենք։ Նաև միտքը դա էներգիա, ոնց որ հիմա առաջ գրավիտոնը չէին հասկանում ինչ է, գրավիտոն կա, չէ գրավիտացիոն դաշտը հասկանում էին որ կա, բայց գրավիտոն չէին հասկանում, ոնց որ ասենք էլեկտրամագնիսական դաշտը, էլեկտրականությունը կարող էին չափավորել, բայց էլեկտրամագնիսական դաշտը, բայց գրավիտացիոն դաշտը չէին կարող չափավորել, ուղղակի հետևանքն էին տեսնում։ Հիմա կարող են ինչ-որ ձևով դա իրականացնել։ Տենց էլ միտքն էլ դաշտ ունի, որը հələ գիտություն ամբողջությամբ չի ասել, բայց դա տարսիոնի դաշտեր են ասում, որտեղ իրոք ինքը ազդեցություն ունի, այսինքն այդ ինչ որ ձևով ֆիքսում են դա, դեռ հələ ամբողջական ոնց որ գիտություն լրիվ չի մտցել այդ գաղափարը, բայց կա, հիմա հարաբերական տեսությունն էլ, կվանտային ֆիզիկան էլ սկզբից շատ հակադրանք կար ու չէր մտած, բայց հիմա դա ամենտեղ օգտագործում են։ Տենց էլ այդ տարսիոնի դաշտերը, որ մեր միտքն է ստեղծում, ինքը իրոք գոյություն ունի ու ինքը աշխատում է, ինքը նյութական ու շատ երկրներ քիչ գաղտնի են պահում, որտեղ այդ կարող են գործել զենք է, որը գաղտնի զենք է, դրա համար չեն ուզում այդ դրա տարածվի մասաներ, որ բոլորը եթե ունենան, ինքը այդ զենքի զորությունը կթուլանա, այսինքն բոլորն էլ ունենան նույն զենքը, թուլանա, չէ, դրա համար նոր մակարդակի զենքեր են ստեղծում, թեկուզ որ վաճառում են ուրիշ երկրների զենքեր, մի քանի մակարդակ ցածր են վաճառում, չէ, ասենք նույնիսկ Ամերիկան, որ ասենք Թուրքիան վերջին զենքն է վաճառում, երկու մակարդակ ինքը բարձր դրանից ունի զենք, դրա համար ավելի ցածր է վաճառում։ Ցանկացած է մեզ որ զենք են գնում, ավելի ցածր մակարդակ են մեզ, ոչ թե մի քանի մակարդակ ցածր, որ մենք իրանց նկատմամբ մեկը շատ թույլ զորություն ունենք, հանգարց հակառակը չօգտագործենք։ Միտքը նաև մեր օրգանիզմի առողջության վրա կանք, մեր հիվանդությունները բոլորը կախված են մեր մտքերից, ու ցանկացած հիվանդություն մենք մեր մտքով կարանք բուժենք, այդ է ամենակարևոր կետն է, որ մենք մեծ գումարներ ենք ծախսում բժիշկների վրա եւ այլն, ֆարմացևտիկ գնում ենք այդ ցանցի մեջ, որը շատ մեծ գերշահույթի միլիարդավոր բան է, իրանք չեն ուզի երբեք այդ ցանցից դուրս գանք, բայց ցանկացած հիվանդություն հասկանում մեր մտքի
շեղումներից է առաջացել, համար հիվանդության բուժումը մենակ մտքերի ուղղումից կբուժվի, քիմիական էլեմենտները տեղերը որ կան, իրանք չեն կարա բուժեն, համար բուժումը մենակ մեր մտքերի միջոցով է դեղնում, ես չեմ ասում այդտեղ ինչ-որ վիրահատական խնդիրներ եւ այլս ջարդվածքներ եւ բան, այդ տրավմաների մասին չեմ խոսում, այլ ուղղակի այն հիվանդություններից ուսուցում, որոնք մենք ձեռք ենք բերում տարիների ընթացքում մեր վատ մտածելակերպից։ Կարևոր հետո հասկանանք, որ մեզնից ինչ է դուրս գալիս, դա մեզ ուժեղացնում է։ Եթե մենք ուրիշի մասին վատ մտքեր ենք ասում, դա մեզ է վատ ելնում, որտեղ դա մեզնից է դուրս գալիս, մեր էներգիան է այդ տեսակ սիրքում, ասենք ուրիշին մահ ենք ուզում, մեր հարևանին, դա մեզ է բերում մահ, ուրիշին ասում ենք ոչնչացել, մեզ է բերում։ Դրա համար կարևորը մենք մեզից ինչ է դուրս գալիս։ Այդ շատեր կասեն շատ դժվար է։ Ի՞նչն է դժվար։ Դու հասկացի ինչ քո մեջ ուղեղում գեներացվում, այդ քո համար է գեներացվում։ Դրա համար ինչ միտք քեզ գալիս է, քեզ է դա ազդում։ Դրա համար ցանկացած քննադատություն ինքնաոչնչացման ծրագիր է։ Ցանկացած ուրիշին վատաբանում ինքնակննադատություն է։ Դրա համար իմաստունները ասում են, եթե ինչ-որ մեկը քեզ ինչ-որ մեկին մասին ասում է, ինքը իր մասին է պատմում։ Համար ով ում մասին ուրիշ երրորդ անձի մասին պատմում է, երրորդ անձի մասին ինքը չի կարող պատմի, դա չգիտի երրորդ անձը ներքուստ ինչ է։ Ինքը իր մասին է մենակ Քո բարերը քեզ են բնութագրում, այսպես մի խոսք։ Հա, ամբողջությամբ միայն քեզ են բնութագրում, դու ոնց է բնութագրում, 10 կողքին դա քո բնութագրին է։ Իսկ մենք ինչ անում ենք, մեզ ենք բնութ, ասենք նկարիչները, եթե նկատել եք երաժիշտները կամ արվեստի մեջ գրողները ինչ գրում են, իրանց մասին են գրում։ Հիմա դուք Հուլիոն Կեսարապապ թագավոր եւ այլն որ վերում եք, այդ սա հերոսները դուք եք։ Մեջ կամ հա։ Եք իրոք կաք ու բոլոր տեղ ամեն մեկ ինչ անում է ինքը իրան է նկարագրում։ Դա մեր խորը անգիտակցականից է դա տեղի ունենում։ Դա պետք է հստակ հասկանանք։ Դրա համար մարդիկ լսում են ուրիշների ասածը, դա ուրիշների մասին չի, իրանց մասին է այդ խոսքը։ Ընդհանրապես դա պետք է հստակ հասկանանք, չընկնենք այդ ճղճիմ երևույթների մեջ։ Ու լավ կլինի, որ միտքը որ հզորանա ուժեղանա, ամեն առավոտ արթնում ենք արևածագին, դա ես ասում եմ այբուբեն ասենք, դա մտքի մաքրման շատ ուզորացման հզոր է։ Կամ էլ կարանք այսինքն ձեռքը դնենք, այսինքն ձեռքերին, ոտքերը այսինքն առաջ տանք, հենվենք ու ասենք թող աշխարհին խաղաղություն լինի, հենց այս թիրքով, թող բոլորը առողջ լինեն ու թող բոլորը երջանիկ լինեն։ Այդ միտքը մեզ ամեն օր գեներացնում ենք, ոնց որ ամեն օր ինչ-որ մարզանք անենք, մեր մկաններն են չէ ուժեղանում, ավիշը շարժվում, ավիշը մեր մոտ շարժվում է մենակ մկանների շարժումով, ինքը արյունատար համակարգն սիրտն աշխատում, բայց ավիշի շարժման համար մկանն է, իսկ ավիշը բոլոր մեր թույները հանում օրգանիզմից, ինքը պետք է շարժ, եթե մենք չենք շարժվում, ինքը կանգնում է, ինքնաթունավորում է տեղի ունենում։ Տենց են մեր մտքերը, մենք իրանք մեզ են սում, բայց երբ որ մենք ուրիշներին այդ բարիքն ենք ուզում, դրա համար ամեն առավոտ արևածագը դա ամենալավ բարենպաստ ժամանակն է, արևը մեծ զորություն էներգիա է տալիս, արևը ոչ միայն զորություն է տալիս, որ բույսերը աճեն, դա մենք էլ որ արև չտեսնենք դեպրեսիայի մեջ կընկնենք, այն դրա համար հույսի ազգերը որտեղ արևը քիչ է, մանավանդ երկար գիշերն են ոչ մի դեղեր չեն օգնում, էլի դեպրեսիաներից չեն կարող դուրս գան շատերը, թեկուզ մեծ ֆինանսներ ունեն սկանդինավյան երկրներում, որտեղ շատ մեծ են, նույնիսկ թոշակի մակարդակը լավագույն աշխատավարձերից շատ է, մեկը իրանք դեպրեսիայի դուր չեն, որտեղ արև չեն, դրա համար արևին դիտարկելիս մեր երկրում արևը շատ է, էլի, արևին նայելով այդ արևածագը ամենալավագույն մատնա, մենք այդ ցանկանանք բարիք, դա շատ լավ է։ Եվ վերջում որպեսզի մեր ղեկավարները լավ լինեն, դրա համար պետք է ցանկանանք ոչ թե մի ղեկավար գա, որ աշխարհը փոխի, այլ մի իմաստունները կան այս երկրի ղեկավար։ Մինչև մենք իմաստությունը չգնահատենք, դա չի կարա փոխվի։ Նայեք, խելացի մարդը չի կարա փոխի։ Մենակ իմաստունը կարա բարիք բերի։ Դա ամենակարևորն է, որ ժողովուրդը իմաստությունը չի գնահատում ու չի հասկանում։ Ինքը գնահատում է նյութը, ինքը գնահատում է խաբեությունը, ինքը գնահատում է այդ գովազդը սա խապկանք է, էլի գովազդի խապկանքների դեն, այլ իմաստությունը չի կարող գնա, իսկ իմաստությունը խորքային բան է, դա համար ինքը մակերեսային ընկալում ունի, խորքային ընկալում չունի։
երբ որ կարողանա խորքային ընկալի, երբ որ ինքը ցանկանա այդ ամեն առավոտ, որ իմաստունները ուղղորդեն մեր երկիրը, մեր երկրի ղեկավարները գան իմաստուններ, այդ ամենակարևոր մեր միտքը լինի, որ համազգային երևույթը, որ սենց ցանկանանք ամեն առավոտ դու քնելուց կարող է իմաստուններ գան եւ քիչ վերափոխման գնա ազգային մակարդակով, միայն իմաստունները կարան փոխեն, բայց իմաստունները կուզեն երկրի ղեկավարը լինել, դա էլ հարցի մյուս կողմն է, անգամ կքննարկենք, բայց պետք է ժողովուրդը ցանկանա, ինքը ինչ տեսակի ներքին մղում ունի, այդ տեսակի մղումով ղեկավարներ են գալիս, ստեղ մի հատ նութել կա, ասեն մենք տենց չենք ուզում, խապկանքա, արտացոլվում է այն, ինչ ուզում էինք, ինքը հալին, որ մենք նայում ենք, չի կարա մեր հալին, ինքը չունի շահ, որ մեր դեմքը չցույց տա, ինքը ցույց է տալիս մենք ոնց կանք, տենց էլ ղեկավարը արտացոլանքա համազգային մտածելակերպին։ Քո ասացի հետ կապված ես մի 10-15 տարի առաջ մի միտք էի գրել, որ իշխանությունները իրականացնում են ժողովրդի թաքուն պահած երազանքները։ Դուք մտքի մեջ այսպիսի բաներ եք ուզում, ոչ լավ, ձեզ համար լավ, գուցե չեք էլ ասում ու պատվիրում եք, որ գալիս է իշխանություն դա անում։ Քո ասացի համահուն չէր։ Շնորհակալ եմ տագրքի զրույցի համար, կուզեի հանդարտել խոսանք, բայց պայմանավորվենք հաջորդ անգամ շարունակենք։ Ես հիշեցնեմ, որ թեման էր այսօր մտքի զորությունը եւ իմ հյուրն էր Տագրատ Դոնիկյանը։ Մինչ նոր հանդիպում։